Չգիտեմ, դու էլ ինձ երևի խորհուրդ կտաս ում է ճիշտ այս հարցը ուղղել Նիկոլին, Դատախազությանը, թե ում, ուրեմն ինչ-որ տարածքներ կան, որ համատարած Ծիրանի և Դեղցի ծառերը ուրեմն չորացրել են կամ չորացնում են, այդպիսի միտում կա, ինչ է տեղի ունենում։ Ես քանի որ շատ ծանր տարա փորձում էի հասկանալ, թե ինչն է պատճառը, պարզվում է, նրանց սփյուռքահայեր են տերերը եւ դե այստեղ չեն եւ տալիս են ինչ-որ մարդկանց եւ ինչ-որ մի քանի օր հետո պարզվում է, որ խողովակները առևանգված են, այսինքն այն խողովակները, որ ջուր են բերում։ Դրա հետևանքը ինչ է լինում։ Դրա հետևանքը լինում է այն, որ այդ խողովակը չկա, պետք է շատ արական չի կազմակերպվում եւ այդ ծառերը չորանում են։ Չորանալուց հետո ինքը վնաս է կրում, վնաս եւ ինչ է անում, այդ հողը վաճառում է։ Եթե Նիկոլ կամ դատախազություն, չգիտեմ ինչ հետաքրքրվեք, ուրեմն հրանց պարզվում է, որ այդ հողակտորները գնում են այս նոր համայնքապետերի ազգականները իրանց անուններով։ Այսինքն այսպես միտումնավոր ինչ-որ բան կա կազմակերպված, որ եթե գոնե մի քիչ հետաքրքրված եք, թե ինչ աղետ են բերում ձեր այդ թափթփուկ համայնքապետերը, իրանց համայնքապետերի տեղականները, կարող եք հետաքրքրվել շատ կոնկրետ, թե ստացվում, որտեվ այնպես չի էլի, որ շատ մեծ են այդ այգիները, թե ինչ է եղել, ինչու են չորացել, ինչու են հետո այդ ստիպված եղել կտրել այդ ծառերը վաճառել, կտեսնեք, որ դրա հետևում Նիկոլ կանգնած են քո նոր ընտրված կամ նշանակված համայնքապետերն ու իրենց տեղականները։ Դա հետաքննության հարց է, այո, ես դրա համար չգիտեմ ու պիտի դիմել Նիկոլին թե դատախազությանը, որ սա կազմակերպված, ուրեմն սա ինչ որ պլանավորած բան է, տանում են, առևանգում են այդ բաները, խողովակները, հետո չորանում են այդ ծառերը, հետո գալիս են ինչ որ գումար են առաջարկում, ասում են, տեսնում ես չորանում է, դու չես կարող տեր կանգնես։ Մի անգամ էլ են դրել այդ խողովակները, նորից են գողանում, հետո ասում են, դե տեսնում ես չես կամ ստիպում են այդ տիրոջը, որ ինչ որ կես գնով վաճառի, հետո այդ մարդիկ ձեռք են բերում ու շատերն ասում այս բաների տակ, այսպես համենայն դեպս երկու տեղի հետ կապված ասեցին, որ այսպիսի կասկածներ կա, եթե ինչ որ մի քիչ իրավական համակարգը կա, կարող է հետաքրքրվել։ Մեկ այլ հարցի հետ կապված, հիմա տեսեք, նկատելի է, որ ազգային ժողովում եկեք համերաշխություն, տոլերանտություն, չգիտեմ, ինչպեսի մի հատ բան է գնում ուժեղ Հայաստանի հետ հատկապես։ Արդյոք խորաման քայլ չի այսօրվա իշխանությունների կողմից եւ փափուկ բարձ են դնում ուժեղ Հայաստանի, որ մենք այսպես եւ արդյոք այս ամեն ինչը չի ան մի քիչ շատ լավ հասկանում է, որ իր համար այսպես թրիպես բանը պահել է Թուրքիան եւ Ադրբեջանի գլխի վրա, որ դու դիտի համանդրական փոփոխությունների գնաս եւ իր համար շատ կարեւոր է այդ 6 հոգին եւ արդյոք չի կարողանա այս ամեն ինչը նրա համար չի, որ մոլորեսնի, փապկացնի, բերի չգիտեմ ինչ դարս, հետո sense քարոզ տանի, որ այս համանդրությունը այնքան կարեւոր է, թե չէ նորից պատերազմ կլինի։ Չանեք 5-րդ պատերազմը կբերեմ ձեր գլխին։ Այսպես հանկարծ մեկ է տեսնենք ուժեղ Հայաստանը հիմարացած, միամտացած, դեբիլացած գնա հանկարծ քվեարկի եւ այսպիսի բաներ անի։ Դե հույս ունեմ, որ դա տեղի չի ունենա, մենք ստապ պահենք, բայց հանկարծ ուժեղ Հայաստանը բանի մեջ չընկնի։ Բայց այստեղ արդեն կուսակցության ներկայացուցիչները երևի ձեզ ավելի լավ կպատասխանեն, եկեք այդքանով սահմանափակվենք այսօրվա համար։ Որտեղ ձեր ժամանակը սահմանափակի, բայց կադրային քաղաքականությունը ոնց որ թե ոչ մի բան չփոխվեց հրանց։ Սրա մասին էլ ուզում եմ խոսել։ Ինձ թվում է այս ամեն ինչը լինելու է, բայց Ալենը գնաց հիմա աղքի նախագահ նշանակեց Արայքի բանը առաջարկել։ Իշխանության պարագայում, ընդդիմության պարագայում հույս ունեմ, որ լինելու է։ Ինչի է այսպես բան պահում։ Իմիջիայլոց ինֆորմացիա գնաց մամուլում, որ երկու շատ բարձրաստիճան պաշտոնյաների հեռացրել է, որտեղ մեծ չարաշահումների մասին է իմացել, հետո գրեցին, որ դա վերաբերում է Ալենին եւ Արայք Հարությունյանին, բայց իջեցում է անելու առաջարկ եւ դա չի հանրայնացնել Նիկոլը, ինչու, որտեվ եթե հանրայնացնի, կասեն, եթե քո բարձր այդ երկու պաշտոնյաները կոռուպցիոն բանի մեջ են եւ գումարներ են տարել Միացյալ Նահանգներ, ապա այս ինչ համակարգ ունես դու։ Եվ իրենց մենք տեսնում ենք, որ չի հեռացնում, ճիշտ է, իջեցնում է, թե իջեցում չի Ալենի պարագայում, ոնց եք մտածում։ Դե իջեցում է, բայց ոչ շատ մեծ, որովհետև իրականում այո, ինչ որ փոխհատուցում է դա։ Սկզբից հարց էր, բա Ալենը լրիվ հեռացավ թե չէ, կամ գուցե հետո կտան պաշտոնյանա տվել են։ Բանը, խնդիրը դա չէ, խնդիրը այն էր, որ թուրքերը ուզել են, որ Ռուբեն Ռուբինյանը ավելի բարձր մակարդակ ստանա, իրանք ուզում են հետագա ղեկավարը Հայաստանի դառնա Ռուբեն Ռուբինյանը, որը իրենց մոտ սովորած աշխատած է։ Բանը Արայք Հարությունյանը տեր չունի դրսում, Ալենը տեր չունի։ Ալենը չունի տեր դրսում։ Ալենը չունի։ Այո, ինքը ուղղակի թիմի անդամ է։ Կարծում եք։ Նու իմ իմանալով է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։